Ինչպես արդեն մենք հայտարարել ենք, որ ամեն երկուշաբթի ժամը 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 ուղիղ եթերով աղոթելու ենք բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների եւ բոլոր հիվանդների, հատկապես երեխաների համար։ Եվ մենք հավատում ենք, որ մեր աղոթքն արդեն շատ մարդկանց կյանքի որակի վրա ազդել է եւ ես հավատում եմ, որ շատերն արդեն նաեւ այդ բժշկության process-ի եւ ընթացքի մեջ են։ Ամեն բանի արդյունքը գալիս է հավատքից։ Աստվածաշունչն ասում է, որ հավատքը լսելուց է, իսկ լսելը Աստծո խոսքից։ Մենք հավատք չունենք, երբ որ չենք ուզում լսենք Աստծո խոսքը, երբ որ Աստծո խոսքի առաջ փակ են մեր սրտերը։ Եսի նկատի ունեմ Աստծո խոսք, ոչ թե հեքիաթներ, չգիտեմ ինչ որ տատիների, պապիների կողմից հորինված Աստծո մասին պատմություններ, Աստծո խոսքը։ Ամեն բան ինչ որ մարդիկ խոսում են եւ պատմում են, ես համեմատում եմ Աստծո խոսքի հետ եւ հետաքրքրում եմ որտեղ է գրված, եթե չկա գրված, դա ինձ համար հիմք չի, դա ինձ համար հավատքի վրա ազդող խոսք չի։ Ես ուզում եմ կարդամ Սաղմոս 91-ը, սա ոչ թե ոտանավորական բանաստեղծություն է, սա Աստծո մի մարդու ապրած կյանքի խոսքեր են։ 91 Սաղմոսը։ Մարդը սա ապրել է, մարդը սա զգացել է։ Եվ մարդը արտահայտել է խոսքերով այն ինչ որ ապրել է։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Բարձրալի ծածկոցի տակ, այսինքն Տիրոջ հովանու ներքո, Տիրոջ շուքի ներքո։ Մենք շատ անգամ գիտենք, որ մարդը կարիք ունի ինչ որ մեկի շուքի, ինչ որ մեկի ծածկոցի, աշխարհում տանիք են ասում։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ երանի նրան, որ բարձրալի ծածկոցի տակ է ապրում։ Եվ ամենակարողի շուքի տակ ինչ անում, հանգստանում է։ Ասում է, ես կասեմ Տիրոջը իմ ապավեն, իմ ամրոց, իմ Աստված, որին ես ուսացած եմ։ Տիրոջը մեր կյանքում ապավեն անելը եւ ամրոց անելը դա շատ կարևոր է, որ մենք հրճակենք, սրանք ուղղակի խոսքեր չեն։ Բայց շատ մարդիկ որ ապրում են Տիրոջ ապավենությունից եւ Տիրոջ ծածկոցից դուրս, սատանայի համար խոցելի են։ Ես սատանան հարվածներ կհասցնի։ Ես շատ անգամ մարդկանց կյանքում որ հարվածներ է գալի, սատանային հաջողում է դուրս բերի մարդկանց Աստծո ծածկոցից, տարբեր պատճառներով, մարդիկ ինչ որ մի երկար ժեշտ, եսի մի երկու փայլու զրծ, զիբիլ, մի փչացած տեխնիկա ձեռք են բերում, եւ սատանան դրանով ինչ անում, մարդու կյանքը վերցնում է։ Շատ անգամ ես մի բան գիտեմ, որ ինչ որ Աստված տալիս է, Աստված լավագույնն է տալիս։ Աստված երբեք մի բան չի տալի, որ դու քո ժամանակը, քո ունեցածը վատնես, ծախսես։ Ես մտածում եմ, որ Աստված ամեն բան ինչ որ տալիս է մեր կյանքում, նույնիսկ եթե դա մեզանից ինչ որ ժամանակ է տանում, դա Աստված պաշտության ժամանակը չի տանում։ Եթե մեզանից ֆինանսներ է տանում, դա այն ֆինանսները չի տանում, որ մենք թագավորության վրա ենք ծախսում։ Եվ դա մեզ չի սննկացնում։ Դա ծառայում է մեզ եւ մենք օրհնում ենք Աստծուն։ Շատ անգամ մարդիկ ապրում են այդ ծածկոցից դուրս, այսինքն, երբ որ մարդը առավոտյան արթնանում է, փոխանակ Տիրոջ հետ հաղորդակցվելու, փոխանակ Տիրոջ հետ շփվելու, մարդը իր կուրքերին, իր ձեռքբերումներին, մեկը լավ աշխատանք է ձեռք բերել, մեկը ինչ որ մի քիչ ֆինանս աշխատելու հնարավորություն է ձեռք բերել եւ որպես կուրք, որպես Աստված տարված է, աղոթքի ժամն է, ընթերցանության ժամը, Տիրոջ հետ անցկացնելու ժամը, ամբողջը գնացել է այդ ուղղությամբ։ Երբ որ նայում ես այդ մարդկանց կյանքին, իրանց կյանքի նպատակներ նման, մարմնավոր,
դրսևորումների վրա։ Եվ այդ մարդուց որևից է մի հոգևոր արդյունք եւ պտուղ չես կարող ունենաս, որտեղ այդ մարդու արածը ամենը մարմնավոր է եւ մարմնավորի շուրջ է։ Այդ մարդիկ ինչ որ անում են մարմնավոր աշխարհային բաների համար շատ կատարյալ են անում, բայց հոգևորի մեջ միշտ թերացած են, միշտ այդ մարդկանց արածը երբեք որևիցե մի կերպով պտուղ արդյունք չի բերում։ Եվ այդ մարդկանց արածի ազդեցությունն է մնացածի վրա, մարմնավորը, որտեղ այդ մարդկանց մեջ հոգևոր ամեն բան սպառվել է։ Բայց հոգևոր մարդիկ, երբ որ ապրում են Աստծո ծածկոցի տակ, ինչ որ անում են, դա հոգևոր աշխարհում փոփոխություն է բերում, եւ դժոխքը սրանից սարսափում է, եւ սատանան հարձակումների է ենթարկում։ Շատ մարդիկ կա, երբ որ սատանայի խավարի ծածկոցից, իշխանությունից դուրս են գալ եւ մտնում են Աստծո ծածկոցի տակ, դիվային աշխարհը խառնվում է իրար, բայց մի վախեցիր։ Ոչ մի դիվային ուժ եւ ոչ մի դիվային ուժերի կողմից օգտագործվող գործիք չի կարող կանգնեցնել մեզ։ Մենք ենք կանգնեցնողը։ Մենք ենք արգելողն ու խափանողը։ Գիտես, որ Դավիթ թագավորը Աստծուն ծառայում էր, իր դեմ շատ մարդիկ դուրս եկան, իր կյանքում շատ իր հենց հարազատ, իր կողմից հենց այն մարդիկ, որոնց համար իր կյանքը տվել է, շատ անգամ այդպես լինում է։ Բայց Դավիթ թագավորը անխոցելի էր, գիտես ինչի համար, որտեղ փողը չէր իր ծածկոցը, աշխատանքը չէր իր ծածկոցը, ֆինանսական աղբյուրները չէին իր ծածկոցը, իր ծածկոցը Տերն էր, եւ ամենակարողի շուքի տակ նա հանգիստ էր ապրում, որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է, որ քեզ համար իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քո բոլոր ճանապարհներում, նրանք ձեռների վրա կառնեն քեզ, արյունների եւ իժերի վրա կող կտաս։ Հիսուսն ասեց, դուք քայլեք կարիճների վրայով, օձերի վրայով, եւ նրանք ձեզ չեն վնասի, որովհետեւ Տերն ինձ ցանկացավ, եւ մեզ համար ամենաթանկ բանը մեր կյանքում պետք է Տերը լինի։ Ոչ մեկ, ոչ մի մարդ, ոչ մի անձ ավելի թանկ պիտի չլինի, առավել պիտի չլինի, քան Տերը, որովհետև քո Տիրոջ հետ հաղորդակցության եւ քո Տիրոջ հետ անձնական հարաբերության մեջ է, որ դու ունենում ես հնարավորություն ազդելու շատ մարդկանց կյանքի վրա։ Շատերը կուզենան քեզ հանեն Տիրոջ ծածկոցի տակից, շատերը կփորձեն քեզ համոզել, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, եթե աշխարհում ապահովություն լիներ, շատ մարդիկ այսօր ավելի ապահոված եւ ավելի անձեռնամխելի կլինեն, քան նրանք, ովքեր որ իրապես, ոչ թե ձևական, ոչ թե խոսքով, այլ իրապես ապահովել են Աստծուն։ Որտեղ շատ անգամ մարդիկ Հիսուսի անով ձեռք են բերում ինչ-որ բաներ, եւ այդ ինչ-որ ձեռք բերած բաները ապավեն է դառնում, իրանց կուրքն է դառնում, իրանց Աստվածն է դառնում, իրանց պաշտպանն է դառնում, իրանց ծածկոցն է դառնում։ Նորից եմ ասում, դա կարող է լինի որևիցե մի նյութական բան։ Տուն, մեքենա, աշխատանք, փող, կապ չունի։ Մարդը սկսում է տարվել դրանով։ Ինչ որ քեզ հեռացնում է Աստծուց, ինչ որ քո կյանքից վերցնում է, խլում է, այն ինչ որ պիտի Տիրոջը լիներ։ Երբ որ դու տարված ես քո ֆինանսական եկամուտներով, աշխատանքով, երբ որ դու առավոտյան զորով արթնանում ես էլ ինչի համար, որ գնաս նորից փողի հետևից, Հիսուսը կարևոր մի բան ասեց։ Ինքը չասեց սատանային, ինքը չասեց դևերին, ասեց ով որ մամոնային ծառայի, որտեղ մարդը մամոնա փող սիրում է։ Եվ այն մարդիկ, երբ որ շատ իրանց քրտինքով ինչ-որ բան են ձեռք բերել, գիտես, երբ որ իրանք այդ տալիսել են, իրանք դողում են դրա վրա, որովհետև դրա վրա ինքը ապրում է ունեցել, ժամանակ է դրել, ներվ է դրել։ Ես բան չունեմ ասում, պիտի աշխատի, բայց նաև երբ որ մարդը Աստծո օրհնությամբ է, մարդը
առատաձեռն է, ինքը ինչ որ տալիս է, ինչ որ փոխանցում է, ինքը չի դողում դրա վրա, ինքը չի վախենում, որ դա կպրծնի, վայ, չգիտեմ էսելեն։ Բայց ես մի բան գիտեմ, որ երբ որ մարդուն Տերը օրհնում է, մարդը փողին չի ծառայում։ Մարդը չի դառնում փողի գերի։ Մարդը չի դառնում փողի ստրուկ։ Որտեղ ամեն չարիքի արմատը դա արծաթասիրությունն է, իսկ արծաթասեր մարդը երբեք Տիրոջ համար զոհ չունի, ինքը իր փորի, ստամոքսի, իր հագնելու, ուտելու, իր արարողությունների, իր նպատակների, զրթի, զիբիլի համար, փող ունի, աղբի համար, ավելորդությունների համար, բայց Տիրոջ համար այն ամենանվաստը, այն ամենաոչինչը։ Երբ որ Սատանան քեզ հանում Աստծո ծածկոցի տակ, դու սկսում ես ապրել քեզ համար, դու դառնում ես էգոիստ, եսակենտրոն, դու դառնում ես ինքնասիրահարված, եւ ամեն բան ինչ որ դու անում ես, ուզում ես մարդիկ դրա համար քեզ փառաբրեն, մեծարեն, դու ուզում ես նյութական աղբով մարդկանց սիրտը շահես ու գրավես, բայց Աստծո հոգին մեզ շահել է այն սիրով, որ Քրիստոսը խաչի վրա արտահայտեց, զոհաբերությամբ։ Դրա համար Աստծո ամեն զավակ, Աստծո նկատմամբ իր սերը արտահայտում է զոհաբերությամբ, ինչ է քո զոհաբերությունը, ինչ ես տալիս Տիրոջը։ Սա քո արձագանքն է Աստծո մեծագույն սիրուն, որտեղ Աստված իր սերը արտահայտեց մեր նկատմամբ իր լավագույնը տալով մեզ, իր միակը տալով մեզ։ Ես գիտեմ, որ մարդիկ կան տարբեր բաների մեջ իրանց ֆինանսները անխնած աղսում են, նույնիսկ մարդիկ կան, որ պարտք են տալիս մարդկանց, և չեն են մտածում այդ մարդիկ կվերադարձնեն, դե չէ, բայց որ Տիրոջն է հասնում ժամանակ ինչ-որ մի բան, ձեռը սկսում է դողալ, սկսում է մտածել, սկսում են արյան ճշման պատանումներ, այդ փողը, Դիոսը ինչով այո, այդ որ մենք աղբի մեջ ենք դնում մեր ֆինանսները, մենք չենք մտածում, որ Սատանան ինչ-որ մեզանից վերցնում է, դա այլևս մեզ չի վերադառնալու։ Ինչ-որ նյութի, ինչ-որ մարմնի, ինչ-որ աշխարհի համար արվում է, դա այլևս երբեք չի վերադառնալու։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոս շատ անգամ այն խնջույքների, հրավերների, որ մասնակցում էր, այդ կեղծավոր մարդկանց խումբը չէր հետաքրքրում։ Հետաքրքիր են այն մարդիկ, որոնք որ գալիս էին եւ գիտես ինչ են անում, իրաց լավագույնը զոհաբերում էին, տալիս էին։ Սրանով են արտահայտում մարդիկ իրաց սերը։ Քո ժամանակի լավագույնը, առավոտը, ինչին ես տալիս, վազում ես փողի հետևից, աշխատանքի հետևից։ Մարդիկ կան, որ ժամը 6-ին, 5-ին վեր են կենում, գնում են աշխատանքի, բայց այդ նույն մարդիկ, երբ որ աշխատանք չեն ունում, մինչև 1-2-ը քնում են, բացպես ինչի չես վեր կենում Տիրոջը պաշտես, որովհետև մեջը փող չկա, ինքը դրա մեջ ինչ-որ նյութական բան չի տեսնում։ Տիրոջը ապավինող մարդիկ նրանք են, ովքեր որ ամեն առավոտ վեր են կենում, ոչ թե փող աշխատելու հետևից են վազում, խաբելով, ստելով, կեղծելով, կապ չունի, մարդիկ կան փող աշխատելու համար կորցնում են իրաց գլուխը, ստեր, կեղծիքներ, ֆրիկներ, և հետո փորձում են Աստծո հետ իրենց կապը ապացուցեն մարդկանց, բայց այն մարդիկ, ովքեր որ ճանաչում են Տիրոջը, մի բան գիտեն, որ նյութը չի ապահովում իմ պաշտպանությունը։ Այսօր միլիոնավոր մարդիկ կան մեր 4 կողմը, որոնք որ Քրիստոսի պաշտպանության կարիք ունեն։ Այսօր աշխարհի ամենալավագույն երկրներ, ամենալավագույն շինությունները, ինչպես Տերն էր ասում, աղբի են վերածում, աղբակույտի, ինչպես Ծելովամի, ինչպես այդ աշտարակը, երբ որ քանդվեց, աշակերտներն եկան, ասին 16 մարդ մեռավ, ասես նրանցից լավը չեք դուք, մենք ոչ մեկից լավը չենք, բայց մեր բախտը ինքանով է բերել, որ մենք Քրիստոսի ապահովության մեջ ենք։ Երբ որ
Այդ աշտարակը քանդվեց 16 մարդ մեռավ, Հիսուսին եկան ասեցին Տեր 16 մարդ մեռավ, ասեց չմտածեք որ դուք դրանցից լավն եք, եթե չապաշխարեք բոլորիդ դա է սպասում։ Այս վերջի իրադարձություններից 160 աղջիկ երեխա նահատակվեցին, զոհ դառան, երեխաներ 9-10 տարեկան, որ ոչինչ չէին արել, ոչ մի հանցանք, ոչ մի մեղք չէին գործել, մնացին փլատակների տակ, մնացին մարդկանց քմահաճույքի, զոհ, ամբիցիաների, բայց ես ուզում եմ քեզ ասեմ, որ մենք որևիցե մեկս նրանցից լավը չենք։ Ամեն մեկիս ավետարան ասում է սպասում է նույն ճակատագիրը։ Եթե չասենք Բարսյալի ծածկոցի տակ բնակվողը։ Նրանք բոլորը ապահով ընտանիքներից են, նրանք բոլորը ծնողներ են ունեցել։ Ես շատ քիչ մարդ գիտեմ Պարսկաստանում, որ աղքատ են, որ ծայրահեղ չքավոր են։ Պարսկաստանը շատ հարուստ երկիր է։ Եվ այդ երեխաները կարծես թե ապրել են ապահով ընտանիքներում։ Բայց ես մի բան եմ ուզում ասեմ քեզ։ Երբեք մենք չենք դատում որևիցե մեկին, բայց մի բան լավ գիտեմ, որ ես ոչ մեկից ավելին չեմ եղել, երբ որ Տերը տարբեր առավեկների ժամանակ ինձ պահել է եւ մինչեւ այսօր պահում է, թշնամու կողմից օգտագործվող գործիքները, թշնամու կողմից օգտագործվող զենքերը, մարդիկ, որ Աստծո համար ոչինչ չեն արել, ոչինչ, չեն թողել իրենց գործը, չեն թողել իրենց փողը, չեն թողել իրենց տունը, չեն թողել իրենց երեխաներին, չեն թողել իրենց փառքը։ Միշտ կարող խոսեն քո դեմ, որ քեզ համար ամեն օրը զոհ է Տիրոջ համար, որ դու ամեն օր ապրում ես զոհի համար։ Փարիսեցիներ, կեղծավորներ, շատ մարդիկ գնային քո կյանքին, փնոփվելու, դատելու, չգիտեմ ինչ-որ աշխարհից եկած, այդ կեղտով տառապող աշխարհի մտածելակերպով ինչ-որ փարիսեցիները ամեն օր Հիսուսի հետևից ման են գալի։ Ես շատ մարդկանց եմ տեսել, որ 4 աչքով իմ հետևից նայում են, ինչ կերա, ինչ ծախսեցի, ինչ ակա։ Այս մարդկանց էս է հետաքրքրում մենակ։ Այս մարդկանց չի հետաքրքրում, ինչ ես թողել դու, ինչ ես զոհաբերել, որ Աստված այդ ամենը տվել է։ Ձրիակերի մտածելակերպը, աղքատի մտածելակերպը միշտ ինչ որ մեկի ունեցածը վերցնելն է։ Բայց Աստված մեզ չի կանչել, որպես ստրուկ եկեղեցում։ Բայց Աստված մեզ չի կանչել, որպեսզի մենք նայենք ուրիշի ունեցածին եւ ցանկանանք։ Հոգևոր կյանքը զոհ է։ Այն ինչ որ քո համար շատ թանկ է, այն ինչ որ կտած քո մարմնի, քո նյութական ապահովությանը, երբ որ դու դա չես սովորել տաս Տիրոջը, դու միշտ կնայես ու կնախանձես մարդկանց, դու կնայես ու քո մեջ դեղը մտքեր կբերի, բայց նրանք ովքեր որ Տիրոջը ծառայում են, Մաղաքյա մարգարեն ասում է, տարբերություն են նրանցից, ովքեր որ իրենց մարմնին, ովքեր որ իրենց ստամոքսին, ովքեր որ իրենց շորին, հագուստին, նյութին ծառայող են։ Շատ մարդիկ կան իրենց կյանքը շատ բաների համար են զոհաբերում։ Բայց Քրիստոս եկավ իր կյանքը զոհաբերեց մեր փրկության համար։ Դա Աստծո լավագույն զոհն էր, նվերն էր, պարգևն էր։ Դա սերն էր Աստծո։ Աստված իր սերը արտահայտեց ոչինչ, հող, մոխիր, մարդու նկատմամբ, իր լավագույնը տալու։ Ես տեսել եմ շատ մարդիկ, որ ոնց են իրանց գովում, իրանց մասին կարծիք ունեն։ Ավետարանում ես չեմ տեսնում իմ Տիրոջս մի բանի մեջ մեծամտանալու։ Իսկապես խոնարհության եւ հեզության լավագույն օրինակը, որին հետևելը կարևոր է։ Մեկ մարդիկ, երբ որ ոչինչ չեն արել, բայց մեծարվում են իրենց խոսքերով։ Բայց այդ մարդիկ, ովքեր որ Տիրոջ համար իրենց կյանքն են նվիրել, այդ մարդիկ երբեք ինքնագովեստով,
ինքնա գովազդով չեն զբաղվում, որտեղ այդ մարդկանց միակ նպատակը Տիրոջը ներկայացնելն է։ Հիսուս տվեց իր կյանքը, տվեց իր ամենալավագույնը, որ ուներ, իր արյունը մեզ համար։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, ապա հավիտենական կյանք ունենա։ Դա Աստծո ամենալավագույն նվերն էր։ Աստված այնպես սիրեց, որ ամենալավագույնը տվեց, ոչ թե միայն ջարդած պոչով հրեշտակ, ոչ թե ինչ-որ մեղավոր մեկին, ոչ, ինքը Բարաբային իջացրեց, իր որդուն բարձրացրեց, լավագույնը տալով մեզ համար։ Դա Աստծո մեծագույն սիրո արտահայտությունն էր։ Սերը պահանջում է արձագանք։ Առանց զոհի սիրո արձագանք չկա, ինչքան ուզում ես դատարկախոսությամբ զբաղվի։ Քո զոհն է ցույց տալիս ինչքանով ես դու Աստծուն սիրում, ինչ ես տալիս Աստծուն։ 100,000-ները քո ստամոքսի աղ դառնալուն, թե Տիրոջ թագավորությանը։ Այսօր աշխարհը նույնն է, Նոյի օրերի պես, մարդիկ ուտել, խմել, սիրում են, ուտելիքով, ուտելիքների սեղանի մոտ մարդիկ առավոտվա 10-ից կնստեն մինչև 12-ը գիշերվա ու այն մարդիկ, որոնք ասում են, մենք Տիրոջ համար ժամանակ չունենք, բա որ հավատացինք, ինչի սենց է, ինչին հավատացիր, խորվածին քյաբաբին։ Այդպիսի հավատացյալներ իմ 33 տարվա մեջ մազերս քիչ հասեմ ինչքան եմ տեսել։ Բայց մատներս շատ են հաշվեմ ինչքան եմ տեսել անձնանվեր հավատացյալներ, քրիստոնյաներ, որոնք իրենց կյանքն են տվել, որոնց համար ուտելիքը, խմելիքը չի եղել ամենազվարճանքների ցանկալի տեղ։ Ուզում եք արագած դեռան վրա սարքեք խնջույք, կանչեք ու ուզում եք ոտով կգան, բայց ձեր բակում, ձեր շենքի դահլիճում կազմակերպեք Տիրոջը պաշտամունքի երեկո 10 հոգի մարդ կգան, որտեղ մարդիկ փորի համար, ստամոքսի համար աշխարհի ծերը կհասնեն, իրանց փողերը կծախսեն, իրանց լավագույնը կտան։ Ես երկար ժամանակ Տիրոջ մեջ եմ և մեկ մտածել եմ, ասել եմ, լավ, ասենք, մարդը 10-15,000 դրամ ծախսում է, բայց գնում է, մի 3,000 դրամի բան է ուտում, մնացածը զոհ է, ու մտածել եմ, ասել եմ, հնարավոր այդպես, ասեմ ավելին, մարդիկ սիրում են աշխարհային մթնոլորտի մեջ, որտեղ Տիրոջ անունը մի հատ չի հիշատակվում, որտեղ աղոթքն ու երկրպագությունը դրանք զրո են։ Այդ ամանը չի սկսվում Տիրոջը երկրպագելով ու փառաբանելով։ Այդ ամանը սկսում է ստամոքսով, վերջանում է ստամոքսով, վերջում ավարտվում է բոլորդ գիտեք որտեղով։ Ինձ համար մարդկանց միաբանությունը ուտելու շուրջ զարմանք չի առաջացնում երբեք։ Ինձ համար զարմանք առաջացնում մարդկանց միաբանությունը աղոթքի, երկրպագության, Տիրոջ զոհասեղանի շուրջ։ Ես շատ հավատացյալներ և շատ քրիստոնեական առաջնորդներ եմ տեսել, որոնք տառապում են մարդկանց միաբանել սեղանի շուրջ, ուտելիքի շուրջ։ Եվ ես ասեմ, ցավոք սրտի, երբ որ մեր ծառայությունները 10 րոպե երկարում են, ժամացույցը հայացքներից ճափում է, բայց ուտելիքի ժամարտիկ տուն չեն ուզում գնան, ուզում են վերջի կտոր խորովածից թրջված լավաշներ ուտեն նոր գնան։ Եվ մեկ նայում ես ասում ես, Տեր, այսքան ժողովուրդը քո տանը ինչի չի հավաքվում այն կերակուրների համար։
Նույն մարդիկ, ովքեր որ հիմա լայքեր են դնում, այոներ ու ամեններ են գրում, որոնք կարային ես դալիճում են, իմ համար այդ մարդկանց դրած լայքերն ու ամենները զրոյ է։ Որտև այդ մարդիկ ուտելիքների սեղանի մոտ իրանց առավոտից մինչև երեկո ժամանակը չեն ափսոսում։ Ցավալի է, բայց փաստ։ Ոչ թե ցավալի փաստ։ Սա ուղղակի Քրիստոսի եկեղեցու ամենաողբերգական տեղն է։ Դրա համար ես մեկ բան գիտեմ Տիրոջ մեջ եւ շատ անգամ իմ համար դրանք այդ սեղանասեր, այդ ուտելիքասեր քրիստոնյաների միջավայրը շատ անգամ ավելի ձանձրալի եւ ավելի ինձ համար անտանելի եւ պահալու որ ուզում ես ուղղակի փախնես գնաս տուն գլուխդ առնես եւ Տիրոջ առաջ մի քիչ արցունք թափես Նոյի օրերի պես, այո, Տերն ասես, նոյի օրերի պես կլինի մարդիկ ուտեն, կառնեն, կծախեն Մարմնավոր աշխարհիկ ոնց որ բոլորը զարդ, հրդ, գավառական մթնոլորտ, բայց մի բան կա, որ Աստված ուզում որ ես եւ բոլորը ովքեր որ իրանց սրտում ունեն Բարսյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուկի հատի հանգստանում։ Ես 33 տարի սա եմ ընտրում։ Եվ ամեն օր որ վեր եմ կես կենում, իմ ամենալավագույնը հիմա արդեն ավելի Տիրոջն եմ նվիրում։ Եվ մի բան գիտեմ, ինչ կարճ է կյանքը, որ նվիրես փողին, որ նվիրես աշխարհային զվարճանքներին, կերուխումերին, որովհետև միգուցե հայտնվես այն մարդկանց շարքում, որ ասում են Նոյի օրերի պես կլինի։ Եվ ես միշտ մտածել եմ, որ եկեղեցին ես պիտի չթողնեմ, որ գնա այդ ուղղությամբ, զվարճասեր եւ զվարճանքների, խրախճանքների շուրջը միաբանվող, որովհետև ինչպես Տիրոջ օրերին էին մարդիկ ուտելիքի համար նույնիսկ ժամանակին չնայեցին, որ արդեն շատ ուշ է եւ տուն պիտի գնան, որտեղ կմեռնեն ճանապարհին։ Հաջորդ օրը Քրիստոսին ման եկան այդ ամեն ինչի համար։ Սիրելիներ, ես ուզում եմ, որ մեր սրտերի մեջ մի նոր ժամանակ կա, Տիրոջ անձրևների ժամանակ, Բարձրյալի ծածկոցի տակ բնակվելու եւ ամենակարողի շուքի տակ հանգստանալու ժամանակ։ Ես շատ եմ դատվել այս իմ մտածելակերպի համար, մարդիկ խուսափել են ինձանից, իրանց աշխարհային ամբիցիաների պատճառով, որտեղ ես երբեք եկեղեցուն չեմ խրախուսել մարդկանց, որպեսզի գան, որ իրենց նյութական կյանքը բարելավի։ Այլ ես ասել եմ, երբ որ քո կապ Աստծո հետ կբարելավես, նյութականը դա հետևանք է։ Ինչպես ջիգարով կյանքդ դևերին ես ծառայացրել, այդպես Աստծուն ծառայացրել։ Մարդիկ իրանց լկտի արարքների համար հպարտանում են, որ բակում մեկին նսեմացրել են, մեկին ծեծել են, մեկին ստորացրել են, նսել ոչինչ բաներով, բայց մեր պարծանքը Քրիստոսի փառքը, լույսը տարածելու մեջ է։ Բայց մեր ուրախությունն ու երանությունը, նրա անունը 100 հազարավոր մարդկանց հայտնելն է։
Եվ թող փառավորվի Տերը այն մարդկանց կյանքում, որոնք ապրում են ոչ թե ինքնահաստատվելու որոշ գործողություններ անելու համար, այլ խեղճի կողքին կանգնելու, տկարի կողքին կանգնելու, թույլի կողքին կանգնելու։ Թույլին բոլորն էլ կարող են վնասել, բայց ուժեղ մարդը նրանով է տարբերվում թույլից, որ կարողանում է ձեռքը մեկնի նրանց, ովքեր որ ընկած են, ովքեր որ տկար են։ Մեր Տերը նման օրինակ թողեց մեզ։ Եվ մենք այսօր Հիսուսի անունով մեր աղոթքը բարձրացնում ենք։ Ես չգիտեմ, քանի հոգի կտեսնեն ու քանի հոգի կնայեն, բայց հազարավոր մարդիկ կան, որ այս աղոթքի կարիք ունեն։ Բայց ուզում եմ մի բան ասեմ քեզ։ Երբ որ դու բժշկվում ես, քո անցյալ մեղքի բնությունն ու կյանքը թող նորից սատանայի եւ խավարի ներգործության մեջ մարդկանց նկատմամբ ատելությամբ մի վերաբերվի։ Որտեղ որ մարդը հիվանդանում է, ֆիզիկապես տկարանում է, խեղճանում է։ Բայց երբ որ մարդը առողջանում է, դու տեսնում ես նույն ագրեսիվ, նույն չար բնությունն ու բնավորությունը կիրառում է։ Այդ փոքրիկ պատմություն պատմեմ, ես բանակում մի հատ դաշտային մուկ գտա։ Եվ այս մուկը սառած էր, երկար սենց շուր մուկ էր, շատ սիրում։ Սենց շատ սենց դանդաղ շարժումներ էր անում։ Եվ մտածեցի, ասի երևի ես սենց կենդանի է։ Ասեցի վերստամ խնամեմ։ Երբ որ վերցեցի գրպանս դրեցի, մի 3 րոպե հետո գրպանս կրծեց, իմ ձեռքերս վնասելով փախավ, շատ արագ։ Հետո ես հասկացա, որ ես մուկ ուղղակի սառած էր։ Երբ որ ես նրան տաքացրեցի, նրա շարժումներն ու գործողությունները ակտիվացան։ Ինչքան մարդիկ են եղել այս 33 տարվա մեջ, երբ որ իրենց կյանքը սատանան հավասարացրել է հողին, մենք մեր աղոթքներն ու ֆինանսները ու մեր կյանքը չենք խնայել այդ մարդկանց բարձրացնելու համար։ Երբ որ այս մարդկանց հանդիպում ես իրանց հիվանդության մեջ, մտածում ես երևի այս մարդկանցից խոնար ու հեզ աշխարհում չկա։ Երբ որ աղոթել ենք այս մարդկանց կյանքը փոխվել է, այս մարդիկ նույն ագրեսիվությամբ, ես չեմ ասում բոլորը, բայց շատ են եղել այդ դեպքերը, որ հարձակվել են հենց մեր վրա, մեր ծառայությունների վրա, մեր գործողության ու մեր կյանքի վրա։ Բայց ես ասեմ քեզ, քանի որ ես եւ շատերը ովքեր որ Տիրոջը ծառայում են, ապրում են բարձրալի ծածկոցի տակ, մենք անձեռնամխելի ենք, մենք հասանելի չենք դժոխքի ու նրա ստրուկների համար։ Եվ ափսոսում ես, ափսոսում, որ քո կյանքդ տվել ես այն մարդկանց, ովքեր որ իրենց կյանքը կորցնում են, եւ Աստծո ողորմությամբ Աստված քո ձեռքով դուրս է բերել, եւ հանկարծ քո հանդեպ տեսնում ես իրենց արձագանքը գործողություններով, վերաբերմունքը։ Թերևս մենք Տիրոջից սովորել ենք խոնար ու հեզ լինելու, բայց մենք էլ մարդ ենք մեր տկարություններով։ Բայց այս ամենը ինձ երբեք չի խանգարել, որ ես շարունակեմ եւ ծառայեմ մարդկանց, ովքեր ում որ սատանան հարստահարել է, ում որ սատանան տրորել է, ում որ սատանան հասցրել է մահվան դրան շեմին, որտեղ ես գիտեմ, իմ Աստված սեր է, եւ այդ սերը պիտի մեր սրտերի մեջ թագավորի հավիտյան։ Եվ ես բարձրացնում եմ ձեռքերս Հիսուսի զորավոր անունով քո կյանքի վրա։ Ես բարձրացնում եմ ձեռքերս ամեն սատանայի խավարի դիվային ուժերի վրա։ Ես բարձրացնում եմ ձեռքերս ամեն տեսակի խռովության ոգիների վրա։ Եվ ես Հիսուսի զորավոր անունով հրամեմ, որ ամեն բև, որ ամեն խավար ուժ, որ ամեն տեսակի դժոխքի ծրագրերն ու խորհուրդները խափանվեն քո կյանքիդ մեջ։ Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ լույսը գա
Տերը լուսավորի քո միտքը, Տերը լուսավորի քո սիրտը, Տերը լուսավորի քո կյանքը, Տերը քեզ ազատագրի եւ բժշկություն գա։ Հիսուսի անունով ես բարձրացնում եմ ձեռքերը ամեն հովերի, ծովերի, փոթորիկների եւ դիվային խավարի ուժերի հարցակումների վրա։ Եվ փառավորում եմ քո մեծ անունը, փառավորում եմ քո սուրբ անունը, փառքես արքաների արքա, տերերի տեր, սքանչելի եւ հզոր։ Ես բարձրացնում եմ ձեռքերս բոլոր այն հիվանդությունների, այն տառապանքների, այն ցավերի դեմ, որոնք պաշարել են եւ վերցրել են իրենց ձեռքը շատ մարդկանց կյանքեր։ Ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր որ հիվանդանոցներում հիմա պառկած են, հիվանդության այդ խավարը իջել է նրանց կյանքի վրա։ Ես աղոթում եմ, որ բժշկես նախ նրանց միտքը, սիրտը, հոգին, բժշկես նրանց, Տեր, ազատագրես։ Եվ այս բժշկությունը պատճառ չդառնա մեղքի կյանքը շարունակելու, այլ քո մեջ արդար, սուրբ ապրելու։ Այցելիր Տեր։ Բոլոր հիվանդանոցներում պառկած հիվանդները, իրանց հիվանդասենյակներում, իրանց տաներում, ովքեր որ Տեր, հիմա կարիք ունեն բժշկության ու ազատագրության։ Քո ձեռքդ մեկնիր, ամեն հիվանդություններն ու ցավերը Հիսուսի անունով հալածում եմ, խափանում եմ եւ աղոթում եմ, որ քո բժշկարար զորությունը դիչնի բոլոր այն երեխաների, պատայների, մանուկների վրա, Տեր, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով հայտնվել են հիվանդության շղթաների մեջ։ Տեր դու ջախջախիր, Տեր դու քանդիր այդ կապանքները, այդ շղթաները։ Քո երեսդ փայլեցրա, քո լույսը ծագեցրա։ Հիսուսի անունով փառքես։ Օ, հրաշագործ Աստված, ով աննման Տեր, բարեգործ ու բազմավողորմ Տեր, բարեգութ ու ողորմած Տեր, հպվիր, եւ ես Հիսուսի անունով հռչակում եմ բժշկություն ամեն հիվանդ մարմնի վրա, ամեն տկար մարմնի վրա, դու ազատագրիր, դու բժշկիր, օ, փառքես Տեր, ես աղոթում եմ, որ քո բժշկարար վերքերիդ զորությունը Տեր անցնի ամեն տկար մարմնի վրայով, փառքես, փառքես, փառքես ազատագրող, ազատագրիր եւ դուրս բեր ամեն կախվածություններից, սխախոտի, թմրատեղերի, խմիչքի, Տեր գերության շղթաները ազատագրիր, լցրա քո սուրբ հոգով, հայտնիր քո սերն ու փառքը, թող մարդկանց քեզանից միայն հիվանդության բժշկությունը չհետաքրքրի, թող բոլոր նրանք ովքեր որ մեզ նայում են ոչ թե մենակ հիվանդության ու նեղության մեջ, քեզ հիշեն, այն թող իրանք խոստանան, որ բժշկվելուց հետո քեզ հետ են ապրելու, Տեր, որ նորից չարիք չհանդիպի, որտեղ այն չարիքները, որ հանդիպել են մարդկանց, դա քեզնից դուրս ապրելու պատճառով է, քո ծածկոցից դուրս, ինչպես ապաստարանից դուրս, ցանկացած ռմբակոծության ժամանակ մարդը կարա մեռնի, բայց ամենասարսափելի ռմբակոծության ժամանակ, երբ որ մարդը ապաստանում է, նրա կյանքը ապահով է, եւ ես ուզում եմ, որ քո ծածկոցը գա եւ բարդիկ բնակվեն այդտեղ, որտեղ գրված է ոչ թե բարձրալի ծածկոցի տակ ժամանակավորապես անցկացնող, այլ բնակվող եւ փառքես նրանց համար, ովքեր որ այդ ծածկոցի տակ բնակվում են, ովքեր որ այդ շուքի տակ հանգստանում են, փառքես, մենք փառավորում ենք քեզ, որ
մեր աղոթքները լսում ես։ Ես բարձրացնում եմ ամեն թշնամու սատանայի խավարի դիվային ուժերի, հարձակումների, ամեն տեսակի խավարի, դիվային ոգիների կողմից բերված անակնկալների դեմ ես հետ եմ շպրտում եւ նահանջ եմ խոսում այն խավար ուժերը, որոնք որ Տեր շրջապատել են եւ հարձակվել են այդ մարդկանց վրա, ովքեր որ մեզ նայում են, Տեր, ովքեր որ մեզ չեն նայում։ Ես աղոթում եմ բոլոր այն բժիշկների համար, ովքեր որ հիմա բարեխղճորեն մարդկանց կյանքի համար պատերազմում են վիրահատարաններում։ Տեր, ես աղոթում եմ այն բժիշկների համար, ում ձեռքով դու հրաշքներ ես անում։ Հիսուս, ես աղոթում եմ, որ բոլոր բժիշկների վրա գա այդ սերը հիվանդի նկատմամբ։ Դու ողորմածի հետ ողորմած ես, ծուռի հետ ծուռ ես, դու փառավոր ես, դու արդարի հետ արդար ես, դու մեծ ես ու սքանչելի ես։ Տեր, ես աղոթում եմ, որ այս բժշկարար զորությունը անցնի ողջ հանրապետության հիվանդանոցներով եւ մարդիկ զգան քո օգնումը, ճաշակեն քո բժշկարար ուժն ու զորությունը։ Ես փառավորում ու մեծանում եմ քեզ, դու արժան ես, ողջ փառքն ու պատիվը, մեծարանքն ու գովեստն ապրելու։ Փառք ես, օ փառք ես, Հիսուս, հալելույա, ես շնորհակալ եմ, հալելույա։ Դու ինձ ստեղծանես, փառք ես Հիսուս, նրանք ովքեր որ նայում են եւ հետո կնայեն, Տեր, աղոթում եմ, որ նույն զորությունն ու ուծությունը գա նրանց կյանքի վրա։ Ես քանդում եմ ամեն սատանայի արգելքները, աղոթքների դեմ եւ այս ծառայությունների դեմ Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Ովքեր որ մարդկային ամենա
ցածր վերաբերմունքից զուրկ են։ Ես աղոթում եմ բոլոր այն տատիկների ու պապիկների համար, ովքեր որ իրանց երեխաների կողմից ծերանոցներում են Տեր։ Ես աղոթում եմ, որ ողորմություն անես, որ այդ մարդկանց կյանքը Տեր այսօր լցված չի ուրախությամբ, բայց մենք շատ անգամ ամեն ինչ ունենալով դժգոհ, բողոքող, կմահաճ ենք։ Ես աղոթում եմ բոլոր այդ երեխաների համար Տեր, ովքեր որ որոշում չունեն ինչ պիտի ուտեն այսօր, նրանց փոխարեն որոշում են խոհանոցի աշխատողները։ Ես աղոթում եմ Հիսուս, ես աղոթում եմ, որ նրանց սրտերը չչարանա, որ նրանք այդ մանկատներից որ դուրս գա, քեզ ճանաչող ու երկրպագող մարդիկ դառնան Հիսուս, բոլոր որդերի համար։ Որովհետև նա կփրկե քեզ որսորդի որոգայթից, չար ժանտամահից։ Նա կծածկե քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը ասպար է և զրահ, նրա փետուրների տակ, նրա թևերի տակ ապահով կլինես։ Դու չես վախենա գիշերի զարրանքից, այն նետից, որ թրջում է ցերեկը, դժոխքային նետեր կան, հիվանդության, պատերազմի, տարբեր տեսակի հանկարծակի հարցակումների, ասում է այն ժանտախտից, որ խավարումը շուռ է գալիս, այն հարվածից, որ սատկեցնում է կեսոնում նույնիսկ, 1000 հոգի քո կողմից կընկնեն և 10,000 քո աջ կողմից, բայց քեզ չի մոտիկանա։ Գիտես ինչի համար, որտև դու բարձրալին քեզ ծածկոց արեցիր։ Ամեն օր ես Սաղմոսը կարդա, ամեն օր ես Սաղմոսի վրա մտածիր, արդյոք դու բնակվում ես, թե ուղղակի երբ որ մի քիչ նեղն ես ընկնում, մի քիչ խիղճանում ես, նոր ես գալիս Տիրոջ ոտքերի տակ։ Միայն քո աչքերով կնայես և ամբարիշտերի հատուցումը կտեսնես, որտև դու ես Տեր իմ հույսը, որտև դու բարձրալին քեզ ապավեն արիր։ Քեզ չար բան չի հասնի և նեղություն չի մոտիկանա քո բնակարանին, որտեղ շտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում, նրանք ձեռների վրա կառնեն քեզ, որ քո ոտքդ քարի չդպցնես, արուստների և էժերի վրա կգնաս, արուծի կորների վրա և վիշապներին ոտով կող կտաս, որտեղ Հիսուսն ասեց, որ արուծը մռնչացող արուծը սպասում է քեզ կուլ տա, բայց հավատա, որ դու նույնիսկ իժերի վրա ոտերով կքայլես ու կգնաս, որտեղ նա ինձ ցանկացավ և ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կանչե դեպի ինձ և ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեսնեմ նրան և փառավոր կանեմ նրան, երկայն օրերով կկշտացնեմ նրան և իմ փրկությունը ցույց կտամ նրան, հալելույա։ Տեր օրհնի բոլորիդ, ովքեր որ նայում եք, հալելույա, Տիրոջ շնորհք ու ողորմություն և վշտարար զորությունը քո կյանքիդ վրա է, և որ կբժշկվես Տիրոջ հետ գնա, որ նորից նույն բանը չկրկնվի,
Որտեղ սատանան երբ որ տեսնում է քեզ Տիրոջ ապավինությունից եւ նրա ծածկոցից դուրս, նույն հիվանդությունը գալու է, կապ չունի բժշկվել ես հիմա թե չէ։ Որտեղ հիվանդությունը դա Աստծո ծածկոցի տակից դուրս ապրելու պատճառն է։ Հալելույա։ Եվ ամեն երկուշաբթի ժամը 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 կարող ես միանաս մեզ ու եթերով, եթե ուզում ես շարունակենք քո համար աղոթելը, իսկ եթե արդեն դրեք ես ողորմություն անել, կարող ես մեզ այցելես ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 Վահար Վահարշյան 12 հասցեում Երևան Արաբկիր համայնք, ինչ եմ ես շրտ ասում ես հասցեն ժամերը, որովհետև մարդիկ կան մի անգամ լսելով չեն կարողանում ընկալեն, դրա համար փորձում անդադ կրկնեմ, որ քո մեջ լավ տպավորվի օրերը, որ մենք աղոթելու ենք քեզ համար։ Եվ այս աղոթները տարբերվում են մնացածից նրանով, որ մենք ամբողջ եկեղեցով ենք աղոթում։ Եվ սա զորավոր ուժ ու ազդեցություն ունի։ Փառք Տիրոջը, Տեր օրհնի, մնաք Աստծո խաղացը։